Բարև ձեզ արգել հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք պոլիտիկայի մեթրում մեր աշխատանքները եւ այսօր ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով այսօր մի խումբ արցախցիներ падգամավոր Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ Եռաբլուր Պանթեոնում զովասների շիրիմների մաշված եւ պատռված դրոշները մտադիր են փոխել։ Նախ դրոշները օրնելու արարողություն կարվի Եռաբլուրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովանեսի կողմից, ապա հրավիրված տասնյակ ծնողների հարազատների հետ կփոխեն նրանց զավակների շիրիմների դրոշները, սակայն խոսքը 200-250 դրոշի մասին է, որպեսզի նախաձեռնողներին չմեղադրեն PR անելու մեջ, կհայտարարեն, որ դրոշները ի պահ են թողնում եկեղեցում, ովքեր կցանկանան, թող վերցնեն։ Հրապարակ օրաթերթը գրում է. 2024 թվականին սահմանազատման անվան տակ միակողմանի եւ ապօրինի կերպով Կիրանց գյուղի շուրջ 15 հեկտար հող հանձնվեց Ադրբեջանին։ Այդ հողերի սեփականատերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ առաջարկեցին։ Կիրանցից 6 ընտանիք սկզբունքորեն հրաժարվել է դրամական փոխհատուցում ստանալուց, ասելով, որ դեմ են հերոսների արյամբ նրանց կյանքի գնով պաշտպանված հողերը Ադրբեջանին հանձնելուն եւ հողի դիմաց փող վերցնելը բարոյական չէ։ Իսկ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի դիմաց դրամական փոխհատուցում ստացած բնակիչներն արդարանում են, որ իրենց հողերը պետությանն են տվել, ոչ թե Ադրբեջանին։ Հրապարակ թերթը գրում է. որոշ խոսակցությունների համաձայն իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։ Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարց ու փորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ են սկսվում։ Ասենք վարչական ղեկավարների կողմից կամ եթե փոքրիկ բիզնես ունեն հարկային մարմինների միջոցով կամ հիմնարկի ղեկավարության։ Օրինակ, համատիրությունը կուտակած ամիսների պարտքն են պարտադրում մարել կամ տվյալ ընտանիքի տղամարդկանց վարժական հավաքների մասնակցելու ծանոթագրեր են ուղարկում եւ այլն։ Այնպես որ ամեն մեկի առաջ դուռը մի բացեք եւ ամեն մեկին մի ասեք, թե ում եք ընտրելու, գրում է Հրապարակ օրաթերթը։ Ես հիշեցնեմ, որ 2022 թվականին, երբ դիմադրության շարժումը ակտիվ փուլում էր, Պաշտպանության ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ այսինքն հրահանգեց պաշտպանության փոխնախարարին, փոխնախարարն էլ իր ասածը ընդունեց, որ հավաքներին մասնակցող երիտասարդներին վարժական հավաքներին ներկայանալու ուղեգրեր կամ ծանոթագրեր ուղարկեն, որպեսզի նրանց տանեն վարժական հավաքների եւ կտրեն քաղաքական process-ներից։ Իսկ մեկ այլ ԿՊԱ-ական Նազելի Բաղդասարյանը, որը հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մամուլի խոսնակն է, այդ պահին Շիրակի մարզպետն էր, հայտարարում էր, որ ընդհանրապես հավաքներին մասնակցողներին սահման պետք է տանել առանց զենքի։ Ժողովուրդ օրաթերթը գնում է. ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրումը եւ Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։ Միջազգային փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն սցենարը, որի համաձայն Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանի դեմ կոշտ գործողություններ, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, եթե փակ մնա Հորմուզի նեղուցը։ Այս առանձնահատուկ զգայուն հարցն է Հայաստանի համար, քանի որ երկրի էներգահամակարգը տեխնիկապես փոխկապակցված է Իրանի էներգոհամակարգի հետ։ Հրապարակ թերթը գրում է. մինչ օրս հայաստանյան գործարարներ ակտիվորեն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգ եւ նախորդին էլ հանդիպել են Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամ գործարարների հետ։ Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էկզիստենցիալ նշանակություն ունեն Հայաստանի համար եւ հայ ազգի համար ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու պատրաստ են ամեն ինչ, անգամ մեծ գումարներ ծախսելու։ Մեզ պատմեցին, որ նրանցից մեկը մինչև քաղաքական ուժերի առաջադրումները որոշ քաղաքական ոչ անցողիկ ուժերի փորձել է համոզել, բացատրել, որ իրենց մասնակցությունը միայն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, անգամ մի ուժի մեծ գումարներ են առաջարկել, որպեսզի հետ կանգնեն առաջադրվելու մտադրությունից, սակայն մերժվել է։ Զավեշտն այն է, որ առաջադրումից հետո այդ ուժը դիմել է նույն գործարարին,
ընտրական ծախսերի հարցում աջակցության համար, բայց այս անգամ էլ գործարարն է մերժել։ Դուք տեսնում եք, որ ընտրական գործընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 ուժ, այդ ուժերի զգալի մասը անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն։ Գիտեք, խնդիրը այնպեսին չի, որ ասենք 3.5% է, կարող է 4-ը չհաղթահարեն, ասենք 0.3% է, այդ մարդիկ լավ գիտեն, որ իրենց ընտանիքի անդամներն էլ ոչ բոլորն են իրենց ընտրելու։ Այսինքն ակնհայտ ոչ անցողիկ բան է, ուժեր են։ Սա մեկ, երկրորդը իհարկե ուժեր կարող են հայտնվել ասել, որ դե ընտրական process-ը մենք մասնակցում ենք, որպեսզի քաղաքական գործընթացներին ապագայում մասնակցենք։ Ի վերջո, ցանկացած ուժ մի օր ընտրությունների մասնակցում է առաջին անգամ մասնակցելուց կարող է շատ վատ արդյունքներ ունենալ, սրա հետ կարելի է համաձայնվել։ Բայց այդ ուժերը գոնե պետք է ապոկալիպտիկ խոսույթով չխոսեն, որ Հայաստանը կործանվում է, պետք է փրկել, որ Հայաստանը կործանվում է, դուք էլ ուզում եք փրկել, ինչ եք մասնակցում այդ ընտրություններին։ Եթե ձեր կանխատեսումները ապոկալիպտիկ են, դուք համարում եք, որ սա վերջին ընտրությունն է, դուք համարում եք, որ այս ընտրությունից Հայաստանի ճակատագիրն է կախված, որ ճակատագրական ընտրություններ են, որ տեսնում եք 0.1, 0.3 ձեր տոկոսները մասնակցում եք, չեք հասկանում, որ ձեր գնահատմամբ ճակատագրական ընտրություններում օգնում եք Նիկոլ Փաշինյանին, դե նրանց մեծ մասն էլ իրականում իշխանության գործակալներն են։ Մի հատվածն էլ կա, որ հնդկահավի վարքագիծ ունեն, կարծում են, թե իրենք այհեսակ դուրս կգան, մի երկու բան կխոսեն ու ժողովուրդը խելապատառ, այսպես խելագարի պես կնետվի ընտրատեղամասեր, որպեսզի ընտրի նրանց։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բաց խոսում են։ Ընդ որում հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցը։ Այսպես ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի ծաղիկների ներկրման հարցում, ինչպես նաև Հայաստանից որոշ հանքարդյունաբերական ապրանքների մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որը ավելի վտանգավոր է, մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերվում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը կարող են հայտարարել, որ վերջապես ինքնիշխան ենք եւ Ռուսաստանը մեր նկատմամբ սանկցիաներ է կիրառում, բայց ժողովուրդը վստահաբար դրանից չի շահի, Հայաստանն էլ դրանից ինքնիշխան չի դառնա։ Հայաստանը այս տեմպերով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հայտնվում է Ադրբեջանի գերիշխանության ներքո։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին առանց անուններ տալու հայտարարեց, որ այն գործարարների նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատան մի հատվածը քանդվել է, դատախազության պահանջով դրան առնչվող փողերի լվացման վարույթ կա։ Թե ով է այդ գործարարը եւ ինչ կարգավիճակ ունի դատախազը չմանրամասնեց, սակայն օրաթերթի տեղեկություններով խոսքը վերաբերում է արցախցի գործարար Արման Հակոբյանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում էր ներկայացվել դատախազություն։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերի 30-ին հաղորդում է ներկայացվել Վիլես իրավապաշտպան ՀԿ-ի կողմից գլխավոր դատախազին։ Այն վերաբերում է Արցախի ներդրումային հիմնադրամից գումարների հափշտակման եւ դրանք Հայաստանում հետագա օրինականացմանը։ Հաղորդման հեղինակ Մարինա Պողոսյանը գրել է, որ Արման Հակոբյանյանը հանդիսացել է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի անդամ, Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։ Մի շարք գործարքներում եղել է պետական պահպանության ծառայության պետ Հանրայդ Գրիգորի Սարգսյանի որդու Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Սարգսյանի հետ, եղել է նաև Արցախի հանրապետության պաշտպանության բանակի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի բարձր հովանու ներքո եւ սկզբնական շրջանում Հայաստանում օգտվելով Օգանովսկու կապերից շարունակել իր արտոնյալ գործունեությունը արդեն Հայաստանի տարածքում։
Հրապարակ օրաթերթը գրում է. հունիսի 7-ին սահմանադրական մեծամասնություն վերցնելու մասին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մեծախոս հայտարարությունների հետևում պարզվում է թաքնված է իրենց շանսերի վրա խիստ կասկածող եւ պարտություն կանխատեսող շարքային կուսակցականների մի մեծ բազմություն։ Մասնավորապես հատկապես կասկածներ ունեն ԿՊ նախընտրական շտաբի պետերը, որոնք հիմնական ձայնբերողներն են համարվում։ Ըստ մեր իշխանական աղբյուրի, շտաբի պետերն ընդհանուր չաթ ունեն եւ գրեթե ամենօրյա ռեժիմով այստեղ քննարկում են իրենց խնդիրները, կիսվում են իրենց կասկած մտահոգություններով։ Չաթում է նաև ԿՊ նախընտրական շտաբի պետ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը փորձում է խեղդել կասկածի որդը եւ հավատ ու ոգևորություն փոխանցել շտաբի շարքային պետերին։ Երեկ մենք տեղեկացրել էինք, որ կառավարություն ներկայացվել է նախագիծ, որով նախատեսվում է հարկային արտոնություն տալ Սամվել Ալեքսանյանին կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր Լֆիկ Սամոյին, մեր եթերից հետո կառավարության նիստը տեղի ունեցավ եւ այդ որոշումը կայացվեց ապրիլի 30-ի նիստում, գործադիրը որոշեց ներմուծման մաքսատուրքից ազատել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Meat Food ՍՊ-ին գերակա ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով։ Արտադրություն իրականացվելու է Երևան քաղաքում։ 2018-ին հիմնադրված ընկերությունը նախատեսում է 1.6 միլիարդ դրամի հումք ներկրել գոմեշի միս Հնդկաստանից, խոզի ճարպ Իտալիայից եւ հավի միս Չինաստանից մսամթերքի արտադրության համար։ 270 միլիոն դրամ կխնայի Սամվել Ալեքսանյանը եւ Ալեքսանյանը խոստացել է առաջին մի քանի տարում այդ 270 միլիոն դրամ турքերից ազատվելու դիմաց 20 աշխատատեղ ավելացնել։ Այսինքն մարդը բիզնեսը իբրև թե ընդլայնում է, դրա աջակցության կարիք ունի ու պետությունը պետք է իրեն ազատի մաքսատուրքերից։ Ահա այսպես, սիրելի հայրենակիցներ, ինչպես բազմաթիվ անգամ նշել ենք, այս անգամ էլ ենք նշում, դուք արել եք այսպես կոչված հեղափոխություն, պայքարել եք Սամվել Ալեքսանյանների դեմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա իշխանության եւ ինչպես Ալեքսանյանն էր ասում, իր աղբոր համար հարկային արտոնությունները ապահովի, որպեսզի աղբոր բիզնեսը առաջ գնա։ Այնպես որ քանի Նիկոլ Փաշինյանը սաղ է կամ փոխակերպված ձևով վարչապետ է, Սամվել Ալեքսանյանը եւ իր ընտանիքը պետք է շակալատ ուտեն։ Շարունակեք, եթե շարունակելու եք աջակցել Նիկոլ Փաշինյանին, իմացեք, աջակցում եք Սամվել Ալեքսանյանին։ Լավ մնացեք, կհանդիպենք եկող շաբաթ։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48